Ողջույն բոլորին, հարգելիներս, այսօր պետք է պատրաստենք անանասով աղցան։ Դրա համար նախորոք հավիկս կամսի կեսը խաշել եմ նախորոք և պետք է մասնատենք, ինչպես ասում ենք բզկտենք, շատ հեշտ է ստացվում երկու պատառաքաղով։ Երկու պատառաքաղի օգնությամբ բզկտում ենք հավիկս կամիսը։ Ահա տեսեք որքան արագ և հարմար էր երկու պատառաքաղով քանդրտել այս միսը։ Մեզ մոտ ընդամենը մեկ հավի կրծքամսի կեսն է։ Աջ կողմն եմ վերցրել, այսպես ասեք։ Եվ սա տեղավորում եմ աղցանի ամանի մեջ։ Քանի որ ես միսը խաշել եմ առանց աղի, դրա համար մի փոքրիկ շատ քիչ աղ եմ ավելացնում։ Ընդհանրապես ես միսը առանց աղի եմ խաշում, խաշելուց հետո եմ աղանում ցանկացած միս։ Մսի վրա ավելացնում եմ խաշած կուկուռուզ։ Դուք կարող եք խանութից գնել պահածոացված կուկուռուզ, բայց սա իմ կողմից խաշած և սառեցրած կուկուռուզն է։ Մեկ լավ խառնում ենք։ Այդ չափաբաժնի համար վերցնում եմ երկու պճեղ սխտոր և ճզմում եմ, տրորում ենք ավելի շուտ։ Ահա ուզում եմ ձեզ ցույց տալ, թե որքան հարմար է այս գործիքը, այնքան շատ եմ հավանում, տեսեք ոչ մի ավելնորդություն չթողեց, ամբողջը տրորեց, նեստ անցկացրեց և սա մենք պետք է ավելացնեմ աղցանի վրա։ Անցքերն էլ այնքան շուտ է լվացվում, մաքրվում, վերցնում ենք անանասի պահածո։ Բանկային միջից հյութը տեղափոխում ենք, աղցանի մեջ անանասի հյութը չենք օգտագործում։ Անանասի կտորները բանկայից տեղափոխում ենք և այսպես, ոչ շատ մանր, ոչ շատ մեծ, ոչ շատ խոշոր, կտրատում ենք։ Եվ այս համեղ անանասը տեղափոխում ենք աղցանի մեջ և մի լավ խառնում ենք։ Չափաբաժինը ձեր ցանկությամբ կարող եք եգիպտացորենը շատ անել, հավի կրծքամիս կարող եք չանել, ինչպես դուք ցանկանաք, կարևորը որ համեղ է ստացվում։ Այս չափաբաժնի համար կվերցնեմ մի լավ երկու ճաշիկ գդալ, մի քիչ շատ է գալիս, բայց ոչինչ, թթվասեր և իհարկե մայոնեզ և խառնում ենք, տեղափոխում եմ մատուցվող ափսեի մեջ։ Զարդարելու համար մի քիչ կանաչի եմ մանրացնում։ Մեր աղցանը պատրաստ է, ինքը շատ համեղ աղցան է, պատրաստեք և թող անուշ լինի։